Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանի բուսաբանական այգում կյանքի պուրակի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր։ Ներկայացվել են վարչապետի շինարարական աշխատանքների տարածք այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված քայլերը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնավորապես անդրադարձել է իրականացված աշխատանքների որակի, նախագծի լրամշակման, տեխնիկական հսկողության հետ կապված հարցերին եւ առկա խնդիրներին։ Մտքեր են փոխանակվել դրանց լուծմանն ուղղված հետագա գործողությունների եւ քայլերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախագծի կյանքի կոչումը եւ փոխվարչապետ Խաչատրյանին հանձնարարել ծրագրի իրականացումը վերցնել անձնական խիստ վերահսկողության ներքո եւ պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի վերաբերյալ։ Մաշկաբանության ազգային կենտրոն, կառույց, որը միավորում է մաշկաբանական ծառայությունների լայն սպեկտր։ Այս պատերի ներսում սպասարկվում է օրական ավելի քան 100 մարդ։ Սա անգամներով ավելին է տարիներ առաջ եղած պատկերից։ Մաշկաբանության ազգային կենտրոնում զբաղվում ենք մաշկային գրեթե բոլոր հիվանդություններով եւ բացի մաշկային հիվանդություններից նաեւ զբաղվում ենք սեռավարակների եւ ախտորոշմամբ եւ բուժմամբ։ Ունենք եւ ստացիոնար բաժանմունք եւ ամբուլատոր հոսք, համագործակցում ենք նաեւ համընդհանուր ապահովագրության հետ, այսինքն կատարում ենք խորհրդատվություններ եւ բուժումներ նաեւ համընդհանուր ապահովագրության շրջանակներում։ 1969 թվականից գործող կենտրոնում վերջին տարիներին իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ։ Առողջապահության նախարարության աջակցությամբ բարելավվել են շենքային պայմանները, ներդրվել են նոր ծառայություններ, ընդլայնվել են ախտորոշման հնարավորությունները, կիրառվում են ժամանակակից հետազոտական եւ բուժական մեթոդներ։ Ունենք բավականին լավ զարգացված դերմատոսկոպիական հետազոտությունը, խալերի մաշկային նորագոյացությունների հետազոտման համար բավականաչափ լավ պատրաստված մասնագետներ ունենք եւ պարբերաբար տարվա ընթացքում նաեւ ունենում ենք այսպես կոչված բազդրների օր դերմատոսկոպիական հետազոտությունների, ունենք ծառայություն նաեւ նոր վերջին 1 տարվա մեջ ստեղծված հազվադեպ հանդիպող հիվանդությունների ծառայություն, որի շրջանակներում հետազոտում ենք, ախտորոշում ենք եւ զբաղվում ենք հազվադեպ հանդիպող հիվանդություններով։ Մաշկաբանության ազգային կենտրոնում ախտորոշվում եւ բուժվում են ինչպես մեծահասակների, այնպես էլ մանկական տարիքում հանդիպող բազմաթիվ մաշկային հիվանդություններ։ Մաշկի հետ կապված ցանկացած միջամտություն, բուժական թե էսթետիկ, պահանջում է մասնագիտական գիտելիքներ եւ անվտանգ պայմաններ։ Հենց այս մոտեցումն էլ շուրջ 1 տասնամյակ առաջ հիմք դարձավ կենտրոնում նոր ծառայությունների զարգացման համար։ Վերջին տարիների ընթացքում բավականին զարգացել է էսթետիկ եւ գործիքային թերապիայի բաժանմունքը, պոդոլոգիական ծառայությունները, UVB թերապիան, էսթետիկ ծառայությունը, ինչպես նաեւ ձեռք են բերել բազմաթիվ բժշկական որակյալ սարքավորումներ մաշկի լազերային հղկումների համար եւ երիտասարդացման համար։ Մեր կենտրոնը առավել հաճախ կանայք դիմում են անդրոգենային մազաթափության խնդրով կամ թելոգենային մազաթափության պարագայում են դիմում, իրականացվում է ախտորոշում, նշանակում ենք դեղորայքային բուժում, որի մի մասն է կազմում նաև մեզոթերապիան։ Ներկա պահին իրականացնում ենք մեզոթերապիա, որը մազային հաղորդում է աճ, կանգնեցնում է մազաթափությունը եւ նպաստում է դեղորայքային բուժման զուգահեռ մազերի վերականգնմանը։ Կենտրոնն այսօր շարունակում է զարգանալ, համադրելով մասնագիտական փորձը, ժամանակակից տեխնոլոգիաներն ու ապացուցողական բժշկության սկզբունքները։ Իսկ այդ զարգացման առանցքում մնում է նույն նպատակը՝ հիվանդությունը հայտնաբերել հնարավորինս վաղ, կանխել բարդությունները եւ ապահովել արդյունավետ բուժում յուրաքանչյուր պացիենտի համար։ Միացյալ Նահանգների նախագահը եւ Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել։ Դոնալդ Թրամփը եւ Բենյամին Նեթանյահուն քննարկել են Պարսից ծոցում իրավիճակը։ Ըստ իսրայելական կողմի Թրամփը մանրամասներ է ներկայացրել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների մասին։ Նեթանյահուն էլ անդրադարձել է օրերս Անկարայում Թրամփ-Էրդողան հանդիպմանը, Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հնարավոր չեղարկմանը եւ F-35 կործանիչների վաճառքին։ Իսրայելի վարչապետը մեղադրել է Թուրքիային հրեական պետության գոյությանը սպառնալու եւ ագրեսիվ ռետորաբանության համար։ Նեթանյահուն նաև ընդգծել է Իսրայելի հարևան երկրների տարածքներում անվտանգության գոտիները պահպանելու կարևորությունը։ Նաև լուրեր են շրջանառվում, որ Իսրայելն ամերիկյան կողմին հետախուզական տվյալներ է փոխանցել, որոնց համաձայն Իրանը մահափորձ է ծրագրում Դոնալդ Թրամփի դեմ։ Մինչ այդ Իրանում անհանգիստ է Իսլամական Հանրապետության տարբեր հատվածներում պայթյուններ են որոտացել։ Հաղորդվում է, որ թիրախավորվել են նավահանգստային եւ ռազմական օբյեկտներ։ Մաշհադում էլ Ալի Խամենեիի հուղարկավորության ժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել երկու անցակետերի վրա։
Իրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 4 բասիջի մարտիկ։ Հարձակվողների ինքնությունը մնում է չպարզված։ Տեղեկություններ կան, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Պակիստանի եւ Եգիպտոսի միջնորդները ջանքեր են գործադրում հասնելու դեէսկալացիայի եւ նպաստելու միջուկային հարցերով բանակցությունների վերսկսմանը։ Հեռախոսազրույց են ունեցել նաև Իսրայելի վարչապետը եւ Գերմանիայի կանցլերը։ Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել Բեյրութի հետ եւ դադարեցնել Լիբանանի հարավում շարունակվող մարտերը։ Գերմանիայի կանցլերը հավելել է, որ Հեզբոլլահը նույնպես պետք է վայր դնի զենքերը։ Անդրադառնալով Իրանի շուրջ զարգացումներին, Մերցը հավատացրել է, որ Բեռլինը պատրաստ է ռազմական գործողությունների ավարտից հետո նպաստել Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցմանը։ Նա ընդգծել է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև շրջանակային համաձայնագրի կարեւորությունը, այն անվանելով տարածաշրջանում կայունության լավագույն հնարավորություն։ Կանցլերը նաև հորդորել է Իսրայելին ձեռնպահ մնալ արևմտյան ափի տարածքների բռնակցումից։ Իսրայելական կողմը բազմիցս հայտարարել է, որ հետ չի քաշելու ուժերը Լիբանանի հարավից, քանի որ Հեզբոլլահը վտանգ է ներկայացնում հրեական պետության անվտանգության համար։ Նաև Իսրայելում կարևոր են համարում չեզոքացնել տարածաշրջանում Իրանի ազդեցությունը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերը ուկրաինական 376 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Թիրախում են եղել Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Պսկովի, Սմոլենսկի, Տվերի, Մոսկվայի մարզերը, Ղրիմը, Ազովի ծովի տարածքը։ Կրասնոդարի երկրամասում նավթավերամշակման գործարան է վնասվել, օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել։ Ռոստովի մարզում եւս նավթային օբյեկտներ են թիրախավորվել։ Տագանրոգում կան ավերածություններ։ Մի շարք օդանավականների աշխատանքը սահմանափակվել է։ Այս ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ այժմ արդար խաղաղության հասնելու հնարավորություն կա։ Նրա խոսքով Ուկրաինան ուժեղ է մարտի դաշտում եւ երկնքում, իսկ Ռուսաստանը կորցնում է առավելությունը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում Միացյալ Նահանգները Պատրիոտ հոփամակարգերի համար նախատեսված հրթիռներ կտրամադրի Կիևին։ Նաեւ Ուկրաինայում ամերիկյան Պատրիոտ հրթիռների արտադրության լիցենզիաներ ստանալու պայմանավորվածություն կա։ Նախագահը հավելել է, որ Կիևը պաշտպանական ոլորտում գործակցություն է սկսում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Զելենսկին շեշտել է, որ Անկարայում օրերս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը եւ դրա շրջանակում Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն արդյունավետ էին Ուկրաինայի համար։ Նրա խոսքով ավելի շատ երկրներ են ցանկանում տեսնել Կիևին ՆԱՏՕ-ի կազմում եւ հարգում են ուկրաինական բանակի փորձն ու կարողությունները։ Իսպանիայի Անդալուսիայի ինքնավար շրջանում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել եւս 6-ը վիրավորվել։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ զոհերից 4-ը հայտնաբերվել են ավտոմեքենայի մեջ։ Հրդեհը բռնկվել է Ալմերիա նահանգում եւ արագ տարածվել անտառային հատվածներում, տեղում աշխատում են շուրջ 150 հրշեջներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Իսպանիայի ռազմական արտակարգ իրավիճակների ստորաբաժանումը։ Մոտ 1000 բնակիչ տարհանվել է, փակվել են մի շարք ճանապարհներ։ Հրդեհի պատճառը պաշտոնապես դեռ չի հաստատվել, թեև ականատեսները նշում են, որ այն կարող էր սկսվել էլեկտրահաղորդման գծի վնասման հետևանքով։ Վերջին շաբաթներին շուրջ 40 աստիճանի շոկի հետևանքով Իսպանիայում եւ հարավային Եվրոպայի մի շարք երկրներում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Դիանա Գասպարյան Կապանում արդեն 5-րդ տարին անընդմեջ բազում երիտասարդների համախմբում է ռազմամարզական Դավիթ-Բեկյան խաղեր մրցույթ փառատոնը։ Այս տարի մրցաշարն անցկացվում է 3 հիմնական փուլով, որոնցից յուրաքանչյուրին մասնակցում է 8 թիմ։ Ընդհանուր առմամբ ուժերն է չափում 14-ից 17 տարեկան 240 պատանի, 4-րդ եզրափակիչ փուլ կանցնեն լավագույն 9 թիմերը։ Տարեց տարի Դավիթ-Բեկյան խաղերը ներգրավում է ավելի շատ մասնակիցների, ընդլայներով աշխարհագրությունն ու մասշտաբները։ Այս տարի եզրափակիչ փուլի բացումը ավելի հանդիսավոր ենք անելու, որպեսզի ավելի շատ կապանում, հատկապես կապանում եւ հարակից շրջաններում տարածում ստանա Դավիթ-Բեկյան խաղերը, ինչպես նաեւ բարելավել ենք ենթակառուցվածքները, խաղային ենթակառուցվածքները, ամեն ինչ փորձում ենք անել, որ տարեց տարի հատկապես նախկին մասնակիցները գան եւ տեսնեն, որ մենք մի քայլ առաջ ենք։ Մենք ամեն տարի հայտ ենք ներկայացնում այն կազմակերպություններին, որոնք սոցիալական աջակցության ծրագրեր ունեն։ Հատկանշական է, որ այս տարիներին մեր կողքին է եղել խոշոր հովանավորներից ամրոց հիմնադրամը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Սյուն հիմնադրամը եւ այս տարի նաեւ Իդրամ։ Առավոտյան մարզանք, նախաճաշ եւ զանազան մարզաձևերով մրցույթներ։ Այստեղ օրերն անցնում են հստակ կարգապահությամբ, իսկ ձանձրանալու համար ժամանակ պարզապես չի լինում։ Մասնակիցներից շատերն այս մրցավայրում առաջին անգամ չեն։ Անցած տարի մասնակցել եմ Դավիթ-Բեկյան խաղերին, հաղթելով խաղերը, ավելի շատ է ցանկությունս առաջացել նորից կրկին լինել այստեղ։ Շատ պատական է առաջարկը
եղել ինձ ու առանց մտածել միանգամից համաձայնվել եմ, որովհետև այստեղ բնությունը, Սյունիքը շատ եմ սիրում երեխաներին ու տեսնելով իմ երեխաներին, ծանոթանալով երեխաներիս հետ, ավելի ցանկությունս մեծացավ, որպեսզի ես իրենց հետ գամ հրահանգիչ։ 5-րդ տարին է Դավիթբեկյան խաղերն էլ հենց 5 տարեկան են։ 5-րդ տարին է, որ ես մասնակցում եմ։ Ամեն տարի հենց թիմերը, մարդիկ ու բնաշխարհն է այստեղի ստիպում, որ վերադառնաս։ Սկսած օրակարգի ցանկացած կետից վրանում ապրելուց, թիմով աշխատելուց բոլորը փոքրիկ մարտահրավերներ են, որոնց հաղթահարելն է մեզ այլ ավելի ուժեղ դարձնում։ Հենց թիմում էլ, ինչպես նշեցիք, տարբեր բնավորության տեր մարդիկ են լինում, ընդհանուր մրցույթում բոլորը տարբեր բնավորության տեր են ու մարդկանց հետ համագործակցելը, միասին ինչ-որ լուծումներ գտնելը, ցանկացած ինչ-որ խնդիրների շուրջ, եթե այդպիսիք լինում են, կամ ինչ-որ հարցերի շուրջ միասին քննարկումներ կատարելը, հենց այդ է տալիս այն մեծ փորձառությունը, որը մենք ձեռք ենք բերում հենց Դավիթբեկյան խաղերում եւ ոչ այլ ուրիշ տեղ։ Թիրախաշար, շախմատ, պարանի ձգում, անտառային արգելագոտու հաղթահարում, պատմության եւ հոգեվոր գիտելիքների վիկտորինա։ Փորձությունները պահանջում են ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն, այլև ճշգրիտ հաշվարկ եւ թիմային համագործակցություն։ Իմ ընկերներից եմ լսել եւ ես on-line էլ տեսել եմ, որ շատ լավ եւ բարդ խաղեր են այստեղ մասնակցում, շատ ճիշտ եւ տարբեր տիպի մեզ բաներ են սովորացնում այստեղ, որ ինձ եւ իմ ընտանիքին շատ կարեւոր է, որ ես սովորեմ եւ դրա համար որոշեցի, որ այստեղ կամ եւ ես կառաջարկեի, որ ամեն մի մարդ, որ 2008 եւ 2000 մինչեւ 2012 թվին ծնված են, գանել այստեղ մասնակցեն։ Այբը իր արժեհամակարգիչ ելնելով որոշում կայացրեց, որ ինքը անպայման պետք է մասնակցի մշտապես, անկախ նրանից, որ մեր երեխեքը սովորական աշակերտներ են, հատուկ պատրաստություն չեն անցնում այդ ամեն ինչին, միևնույնն է, մենք պետք է մասնակցենք անկախ արդյունքից, նվազագույնից մի քանի անգամ գերազանցող պայմաններ ստեղծված են եւ յուրաքանչյուր տարվա հետ մենք նաեւ տեսնում ենք այդ թերությունների վերլուծության արդյունքում լուրջ առաջընթաց, լուրջ փոփոխություններ եւ յուրաքանչյուր տարվա հետ ես կարծում եմ, որ շատ ավելի բարձր մակարդակ կլինի։ Այսօրվա սերնդի համար չափազանց կարևոր է գիտակցել, որ իրական ուժը գիտելիքի եւ համախմբվածության մեջ է, ասում են կազմակերպիչները։ Հաղթանակը կարևորում են, բայց միայն արդար պայքարի արդյունքում։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանից բացի մասնակիցներ ունենք նաև Սփյուռքից, անցյալ տարի թիմ ունենք Ռուսաստանից, այս տարի եւս 2 թիմ կմասնակցեն մեր միջոցառմանը եւ ունենք հավակնություններ համահայկական կարգի միջոցառման մակարդակին հասնելու եւ ավելի շատ ներգրավում ապահովելու տարբեր երկրներից, այդ թվում նաև մեր մոտակա հարևան տարեկան երկրների հայկական թիմերի շնորհիվ։ Բնության գրկում առօրյա շտապողականությունից հեռու տասնյակ երիտասարդներ իրենց օրն ու միտքը նվիրել են Դավիթբեկյան խաղերին, հաղթահարելով բազում մարտահրավերներ։ Բարի ավանդույթ դարձած այս միջոցառումը կավարտվի օգոստոսի 2-ին, որոշիչ պայքարում բացահայտելով 2026-ի լավագույն թիմին։ Անիկ Գրիգորյան, Տիգրան Թումանյան։ Հուլիսի 8-ին Սևանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Եվրամիության կայուն էներգիա 2026-ի շրջանակներում Սևանում անցկացված մրցույթների մրցանակաբաշխությունը եւ ամփոփիչ միջոցառում, որին ներկայ են քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի տարածաշրջանային աշխատանքային խմբի գործող ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը, քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի տարածաշրջանային աշխատանքային խմբի նոր ղեկավար Իան Տյորները, քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը, հաղորդակցության գծով փորձագետ Տաթևիկ Հարությունյանը։ Սևան համայնքում 2026 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Եվրամիության կայուն էներգիա 2026-ի շրջանակներում, որ այս տարի կրում էր մաքուր, անվտանգ եւ մրցունակ էներգետիկ միություն խորագիրը, տեղի ունեցան 3 տասնյակից ավելի միջոցառումներ, նախաձեռնություններ, մրցույթներ։ Շնորհակալ եմ բոլորիցս։ Նրանց, ովքեր արձագանքեցին, նրանց, ովքեր մասնակցեցին, նրանց, ովքեր մեր անվանակարգերի մրցանակակիրները դարձան, որովհետև ցանկացած լավ գաղափար, եթե չունի կոնկրետ գործողություն, դա մնում է ուղղակի որպես հավակնոտ գաղափար։ Իսկ տարի Սևան համայնքում իրականացվող նմանատիպ միջոցառումները մեզ բերում են այն համոզման, որ իսկապես Սևանում կա ներուժ, իսկապես մենք ունենք լավ մասնակիցներ
եւ եթե շատ միջոցառումներ ուղղված են երեխաների, երիտասարդների համար, մենք տեսնում ենք, որ նաեւ դրանց մասնակցում են երիտասարդության շեմը վաղուց անցած մարդիկ։ Սա նշանակում է, որ կա ընդհանուր հետաքրքրություն։ Մրցույթների մասնակից դպրոցները, կազմակերպությունները եւ անհատներն իրենց աշխատանքները եւ պատրաստած նյութերը ներկայացրել էին Սևանի համայնքապետարան, որտեղ հանձնաժողովի կողմից եւ հավանումների արդյունքում ընտրվել են լավագույն աշխատանքները 7 անվանակարգերում։ Լավագույն աշխատանքների հեղինակները ստացան մրցանակներ, հավաստագրեր, ակտիվ մասնակցություն ունեցած կազմակերպությունները, հաստատությունները, անհատները խրախուսվեցին շնորհակալագրերով, պատվոգրերով, հուշանվերներով։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից պատվոգրերը, շնորհակալագրերն ու նվերները հանձնեց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը։ Արդեն ավանդական դարձած Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան Սևան համայնքը միանում է 6-րդ անգամ, այս տարի մաքուր, անվտանգ եւ մրցունակ էներգետիկ միություն խորագրի ներքո։ Ամփոփիչ միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց այս տարի անցկացված միջոցառումներին, մրցույթներին եւ նախաձեռնություններին։ Նշվեցին նաև այն նորամուծությունները, որոնք նոր շունչ եւ թարմություն հաղորդեցին անցկացված միջոցառումներին։ Սևան համայնքի ղեկավարի պատվոգրին արժանացան քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը, հաղորդակցության գծով փորձագետ Տաթևիկ Հարությունյանը։ Համայնքի կողմից խորհրդանշական հուշանվերներ ստացան քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի տարածաշրջանային աշխատանքային խմբի գործող ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը, քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի տարածաշրջանային աշխատանքային խմբի նոր ղեկավար Յան Տյորները։ Այս տարի Սևան համայնքը ներկայացավ աննախադեպ թվով միջոցառումներով եւ նախաձեռնություններով, որի մասին նշեցին նաև քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի ներկայացուցիչները, միաժամանակ հայտնեցին, որ շուտով տեղի է ունենալու ազգային մրցանակաբաշխություն, որին ներկայացվել են Սևան համայնքի կողմից տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված աշխատանքները։ Սևանի համայնքապետարանը 6-րդ անգամ շատ ակտիվ է մասնակցում Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան։ Ամենակարևոր օգուտը մեր տեսանկյունից այն է, որ էներգիայի շաբաթները, որ ամեն տարի անցկացվում են, համայնքային իշխանություններին տալիս են հնարավորություն համայնքային բնակչությանը ներգրավել այսպիսի միջոցառումներում, ուշադրություն դարձնելով հատկապես այն խնդիրների մասին իրազեկելուն, որոնք համահունչ են դաշնագրի նպատակներին։ Այն է էներգիայի արդյունավետ եւ խելամիտ օգտագործում, շրջակա միջավայրի պահպանություն։ Այդ տեսանկյունից կարևոր է մարդկանց մասնակցությունը։ Սևանի համայնքապետարանը կարողանում է ներգրավել իր բնակիչներին, բնակիչներն էլ իրենց հերթին կենցաղում լուծում են էներգախնայողության բարձրացման խնդիրները։ Դրա համար նմանատիպ միջոցառումները մենք շատ ենք կարևորում։ Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվա հիմնական նպատակն է միավորել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, համայնքների բնակիչներին եւ այլ շահառուների տարբեր միջոցառումների միջոցով կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության, ինչպես նաեւ էներգետիկ աղքատության հաղթահարման ուղղված նախաձեռնությունների եւ միջոցառումների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաեւ դրանց իրականացման խթանման նպատակով հանուն, մաքուր, անվտանգ եւ կայուն զարգացման։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, որոնք էին 2026-ի ազգային ժողովի ընտրությունների մարտահրավերները հաշմանդամություն ունեցող անձանց համար, կատարած աշխատանքների, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ լուսաստղ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորում կայացավ պանելային քննարկում։ Մասնակցում էին մարզի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավարներ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ոչ միայն կազմակերպությունը նախընտրական շրջանում ակտիվ գործունեություն ծավալեց իրազեկման լայնամասշտաբ արշավ իրականացրեց հաշմանդամություն ունեցողների շրջանում, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների շրջանում։ Այնուհետև ընտրությունների օրը դիտորդական առաքելություն իրականացրեցինք։ Մենք կարողացանք 200-ից ավել տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հետ զրուցել, ներկայացնել հատուկ կաղապարներով ընտրելու կարգը, որի արդյունքում Վանաձորի H23 ընտրատարածքի 64 ընտրատեղամասերում մեր դիտարկումները ցույց տվեցին, որ հատուկ կաղապարները տեղադրված էին համապատասխան վայրերում, որտեղ տեղադրված չէր եղել, մեր դիտորդները զգուշացրել էին, տեղադրվեցին
ուշադրություն դարձվեց կույրերի ընտրական կարգին։ Պետական համապատասխան գերատեսչությունների հետ ոլորտի ՀԿ-ների ու փորձագետների աշխատանքը տվել է իր արդյունավետության պտուղները։ Օրինակ, այս ընտրություններին կիրառվել են բրայլյան գաղափարները։ Բրայլյան գաղափարի շնորհիվ ես զգացի լիարժեք անկախ ընտրող։ Բայց որպեսի վստահությունն ավելանա, քննարկման մասնակիցներն առաջարկեցին քվեաթերթիկների վրա ավելացնել ուռուցիկ գրեր։ Առավել տեխնոլոգիական լուծումներից էլեկտրոնային սարքերի ներմուծումը, որոնք տեսալսողական խնդիրներ ունեցող անձանց համար կհեշտացնեն քվեարկության կազմակերպումը եւ կնվազեցնեն թղթի սպառումը։ 2026-ի ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ մշտադիտարկման էին ենթարկվել ընտրատեղամասերի շինությունները։ Մատչելիության մասին տվյալները տեղադրվել էին Elections.am կայքում։ Այսպիսով ցանկացողները մինչև մայիսի վերջ կարող էին փոխել իրենց ընտրատեղամասը։ 22,000 անձ օգտվել է այդ իրավունքից, սակայն չի դիտարկվել, թե նրանցից քանիսն են եղել հաշմանդամության հիմքով։ Իրենց խոսքում նշեցին պանելային քննարկման խոսնակները։ Առանձին տվյալներով նրանց թիվը չի անցել 1 տասնյակը։ Որովհետև շատ դեպքերում մարդիկ չգիտեն ինչ պետք է անեն։ Շինությունների դիմաց առկա թեքահարթակներով պայմանների հարմարեցումը չի սահմանափակվում, ասում են ներկաները։ Շատ հաճախ դրանց թեքության աստիճանը, լայնությունը կամ բարձրությունը նորմերից հեռու են։ Ընտրություններին ինքնուրույն մասնակցած Սյուզանի խոսքով, որպես տեսողական խնդիր ունեցող անձի, ամենաբարդը քվեախցիկի մոտ հասնելն է եղել։ Տարածքի անմատչելիության պատճառով մենակ մուտք գործելը եւ տեղաշարժվելը անհնար էր։ Դժվարամատչելի տեղամասը եղել է շենքի երկրորդ հարկում, չեն եղել ուղղորդող արգելաժապավեններ։ Սյուզանն առաջարկում է ընտրատեղամասերում ներդնել ռետինե գորգեր, սայլակով տեղաշարժի համար, դեպի քվեախուծ ուղիները կահավորել հենակներով եւ արգելաժապավեններով, անցուղիներ ստեղծելով։ Ոչ բոլոր տեխնացուներն են իրենց նախընտրական ծրագրերը տեղադրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։ 18 մասնակիցներից միայն 8-ին է առկա եղել, ինչի հետևանքով շատերը անգամ ծանոթ չեն եղել տեխնացուների ծրագրերին։ Այո, ծրագրերը կցանկանային, որ հասանելի մատչելի լիներ բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց վրա, որպեսզի իրազեկված, պատրաստված եւ արդեն իր ներսում ընտրություն կատարած մասնակցեն ընտրություններին։ Տեսալսողական մեդիայի չափորոշիչներին չհետևելը չի վերահսկվում պետական մարմինների կողմից, դժգոհում են խուլերի միավորման անդամները, նաև ընդունում ոլորտում կա սուդոթարգմանիչների զգալի դեֆիցիտ։ Պետք է խրախուսել մանկավարժների, որոնք որ կընտրեն այս մասնագիտությունը, սուրդոթարգմանությունը, անվճար ուսման ծրագրեր իրականացնել, որ համալրվի այս բացը։ ԼՈՒՍԱՍՏԽԿ-ի նախագահ Անի Գաբրիելյանը ընդգծում է խուլ ու համրերը սուդոթարգմանիչների պակասի պատճառով չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանել նաև այլ գերատեսչություններում։ Մեկ այլ խնդիր է, որ լսողության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձիկ չեն տիրապետում ժեստերի լեզվին եւ անհաղորդ են մնում կարևոր այս իրադարձություններին։ Արտասահմանում ընտրական տեղամասերում կիրառում են ինդուկցիոն սարքեր, որոնք կօգնեն լսողական սարքերում բարձրացնել ձայնը։ Բանախոսներն առաջարկում էին նաև ներդնել այդ փորձը։ Բոլոր լսողության խնդիր ունեցող անձին չեն որ ժեստերի լեզվով շփվում եւ իրենց լսողական սարքը։ Մտավոր հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար բարդ են եղել քարոզչական նյութերի տեքստերն ու բուկլետների բովանդակությունը։ ԱԳԹԿ-ի ներկայացուցիչն առաջարկեց հնարավորինս հանրամատչելի եւ հասկանալի տարբերակներ մշակել։ Կիսվեց նաև շարժական թեքահարթակներ տրամադրելու իրենց փորձով։ Բարդ հաշմանդամություն ունեցողները, հնաշարժողական բարդ խնդիրներ ունեցողները, որոնք որ տանից առհասարակ չեն կարողանում դուրս գալ կամ դժվարությամբ են դուրս գալի, նրանք ցավոք դուրս մնացին ընտրական գործընթացներից, նրանք չկարողացան մասնակցել ընտրություններին, նաև կարող եմ ասել տարեցների շրջանում էր սա, մեր դիտարկումները ցույց տվեցին, որ բազմաթիվ տարեցներ եւս դուրս մնացին եւ չմասնակցեցին ընտրություններին։ Սա մեծ խնդիր է եւ ապագայում միգուցե օրենսդրական փոփոխություններով լուծվի այս խնդիրը եւ շրջիկ արկղերը նորից մուտք գործեն ընտրական գործընթացներում եւ շրջիկ արկղերի միջոցով նրանք հնարավորություն ունենան մասնակցել։ 2005 ընտրատեղամասերից 80-ում չի եղել կամ չի գործել տեսախցիկ, փաստացի դուրս մնալով վերահսկողությունից, արձանագրեց Ազատ Քվե դիտորդական առաքելության ներկայացուցիչը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա պարզաբանել է ռեսուրսների սակավությամբ, կուտակումների, բաց քվեարկության, օգնողի անվան տակ ուղղորդման կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերը եւս բազմաթիվ են եղել։ Որոշ տեղամասերում խոչընդոտել են դիտորդների ազատ գործունեությունը, ինչի մասին նրանք ահազանգել են։ Թեժգիծը ծանրաբեռնված, բայց գործել է։ Կուսակցության ներկայացուցիչները, որպեսզի իրար վիրավորեն
սկսել են վիրավորական բառեր օգտագործել, օրինակ մարդու ֆիզիկական խնդիրը նշել։ Բարեփոխումների առաջարկները կկարողանան արդյոք ներդնել մինչև թիմ ընտրություններ, թե ոչ, դժվար է ասել, սակայն արձանագրած խախտումների, բացթողումների ու առաջարկների փաթեթները պատրաստվում են ուղարկել համապատասխան պետական կառույցներին։ Հերմինե Յավրյան, Հայկ Վարդանյան։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների եւ Երևանի պարեկների հետ։ Հուլիսի 8-ին ժամը 16:50-ին Մայրաքաղաքի Աշակունյաց պողոտայի եւ Շիրակի փողոցի խաչմերուկում մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով իրավապահները ձերբակալեցին եւ իր վարած Ford Մակնիշի մեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության ներեբուն ու բաժին տեղափոխեցին Նոր-Նորքի բնակիչ 31-ամյա մի տղամարդու։ Զննությամբ մեքենայում հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որում կար 10 կիլոգրամ մարիխուանա եւ 1 կիլոգրամ 108 գրամ մեթամֆետամին։ Տղամարդն ընդունեց, որ թմրամիջոցները ձեռք են բերվել իրացման նպատակով։ Շարունակելով օպերատիվ հետախուզական միջոցառումները, իրավապահները նույն օրը ձերբակալեցին նաեւ Նոր-Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի, որի ուղղորդմամբ էլ 31-ամյա տղամարդը վերցրել էր թմրամիջոցները։ Երկուսն էլ ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու եւ իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 1-ին։ Չարենցավան քաղաքի մոտ գտնվող Վերածնունդ հուշահամալիրից Գերեզմանոց տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ 28 եւ 30 տարեկան երկու երիտասարդի։ Իրենց վարած Nissan Մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեց 11 փաթեթ, որոնցում ըստ երիտասարդների մարիխուանա էր, ինչը տեղադրելու միջոցով իրացնելու նպատակով ձեռք էին բերել Տելեգրամի մի օգտատիրոջից։ Նրանք հայտնել են, որ փաթեթներ կան նաև մեքենայում։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեց տարբեր գույների 26 փաթեթ, եւս մեկ փաթեթ հայտնաբերվեց դեպքի վայրի զննությամբ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։